Հələ մի պահ միացրու քո կամերան նայենք ու գնանք առաջ, հա։ Արտем ջան, մոտը չէր ստացվել, հա, ոնց որ վերջինը այն մեծը։ Արտем, բարև, բարև։ Չէր ստացվել այն ամենամեծը, տեսա այն երկուս ուղարկել ես ապրես, բայց այն ամենամեծը չի ստացվել։ Բայց փորձել ես։ Դե ուղղակի որ մեծերը տենց որոշի որ չանեք։ Փորձել եք անեք, բայց Միլենա ջան, հələ միացրու տենանք ինչ խնդիր ա։ Հրեժը ուղարկել ա, Միլենան դե ուղարկել ա, մի հատ խնդիր ունի։ Մանեն ուղարկում ա միշտ, Էրիկը ուղարկում ա միշտ, Գևորգն էլ ա ուղարկել, Արտյոմը, Մարիամն ուղարկում ա։ Մարիամը դուրս ա եկել կապից։ Չի միանում էկրանը, Միլենա։ Մի վայրկյան։ Հələ մի հատ այդ ամենավերջինը մի հատ աճ գնա մաքրի։ Գնա աճ, այսինքն էդի ջնջի ամբողջությամբ այդ տողը նորից 0-ից մի հատ գրի, հա։ Ջնջի։ Գրի TH, փակի։ Հա, որ ուզում ես մեջտեղը գրես, դրա համար էլ տենց է անում։ Հիմա հələ փորձի գրես մի բան։ Ջնջում ա այն բաներ, որովհետև ընդհանուր բանով ա նշում։ Մի անգամ էլ էր, չէ՞, սենց ոնց որ, հա։ Այն թվերը աջ կողմի որ կան, Միլենա, այդ թվի աջ կողմի թվերը որ կան, դրա ամենավերևը մի փոքր ձախ գրած ա insert։ Չէ՞, անգլերեն insert։ Print scroll կա ու իրա կողքը ըհը, հիմա հələ դա սխմի ու տես այդ հաստ գիծը վերանում ա։ Չէ՞։
Իսկ համակարգիչդ, որ անջատ է միացրել ես, նորից պահպանվում է այդ ամեն ինչը։ Իրապես եմ մի վարկյան հասկանամ։ Կուրսոր ստայլը բլոկ։ Բլինքինգը, բլինք։ Կուրսորների ես ուրեմն բանը մենյուն մտնելու համար։ Հələ Միլենա ջան, մտի բան, հա, ես ասեմ հերթականությունը արա, մտի ես ֆայլ, Միլենա, միացրու մի հատ ռեդակտորի սետինգսների մեջով գնանք, հա, մտի ֆայլ, են վերևից ցախ կողմից, բայց միացրու ես էլ նայեմ, հա։ Մտի ֆայլ, preferences, չէ, ֆայլ, ներքևում կա, չէ, գրած է, preferences, preferences, ահա, հիմա settings-ը մտի, settings, աջ կողմում արդեն, երբ որ preferences է սխմում, ինքը ահա, settings-ին սխմի, մտի, վերևում սրճի հատված կա, չէ, որոնելու հատված կա, գրի կուրսոր, C-ով, ABC տառով, կուրսոր գրի, կուրսոր, օրը, կուրսոր, գրեցիր, հիմա բերելա կուրսորի սետինգները, հելը մի հատ աջ կողմի այդ հատվածի վրա պահի ու իջի ներքև, հա, այ չէ, այնց պահի, որ ես տեսնեմ, մի քիչ մոտ պահի, հելը իջի պետքա լինի բան,
Style-ը պետք է լինի իրա։ Ստեղ ինչ ա գրած հեչ։ Այդ cursor style, էտը ինչ ա գրած։ Line, դե cursor style կա, չէ՞ գրած։ Էտը ինչ ա գրած, line, պետք է լինի block, փոխի, հա, սարքի block։ Cursor style-ը պետք է լինի block։ Հաջորդը blink ա գրած, cursor blinking-ը blink ա գրած։ Մի րոպե, style-ը սարքել ես բան, չէ՞։ Block։ Հիմա իջի տես ներքևներում էլ ա, ընդհանրապես կուրսորի style-ները սաղ block տված։ Իջի ներքև ինչքան գրած լինի cursor style, պետքա block լինի, իջի ներքև, իջի, և ընդեղ չկար cursor style, block ա, այս ինչ ա այս մեկը, որ գրած underline, չէ, ինչ ա գրած, outline, էդ ինչ ա, terminal, էդ էլ դիր block, cursor style, հենա, էդ outline-ն է փոխի block, իջի ներքև, էլ չկա ներքևում ոչ մի բան, էսի Python-ն ա, ուրիշ բաների ձեռ չտաս, հա մենակ, նոր editor, terminal, cursor width-ը ինչ ա դրած, մեկ է դա կասես, cursor width կա ներքևում, չէ, մի վարկյան, չէ, cursor width պետք է լինի ներքևում, ներքև իջի, Այն որ դրեցիր է, overline-ը դրեցիր բլոկ, դրա ներքևում, մի րոպե, մեկ ա գրած, չէ, այդ մեկի վերևում ինչ ա գրած, չէ, կներես, այս մեկը բլոկ պտի լինի, այս երկրորդը դիր բան, հա, outline, այն մյուսը ճիշտ էր դրած, դիր outline, առաջինը վերևինը բլոկ, բլոկի տակինը outline, հաջորդը outline դիր, outline, դրեցիր, չէ, բլոկ դրեցիր էլի, միլենա, դրել ես outline, հաջորդը, այս style-ի տակը բան կա, չէ, այդի պտի լինի outline, terminal գրած ա, ինչ ա գրած, հենց անգիր, terminal integrated cursor style inactive, այսի փոխի outline, փոխեցիր, առաջինը այսինքն բլոկ մնաց, վերևինը, տակինը outline, վերջ, Всё, հիմա բան արա, դուրս արի setting-ներից մեջից, պահպանելու ինչ-որ բան չկա, ուղղակի սենց վերևից խաչով փակի, ու հիմա գնա index.html-ումը, տես ինչ ա լինում, ուճուր գիծ բերեց արդեն, չէ, հլը մի հատ փակի բաց նորից վիզուալը, կարող է ընդհանուր ինչ, էլի հաստ ա, իսկ ընդհանուր սովորական համակարգչիդ մեջ, որ տեքստավոյ դակումենտ ես բացում, էլի տենց հաստ ա,
Մի հատ հլը համակարգչի այդ ստեղնաշարը կցույց տաս, ստեղնաշարը։ Այդ insert-ին սխմեցիր, չէ, բայց այն delete insert-ին ես սխմել։ Հələ մի հատ է սխմի, էլի։ Բան չի փոխվում։ Լավ, էդի մենք հետո իրար հետ կնայենք, էլի, հələ դու տես բանը ինչ է անունը։ Տենց ուղղակի պիտի հաջորդական կոդերդ գրես, հա, ոնց որ նայի, ստեղ գրում ես, օրինակ, եթե դու ուզում ես գրես այս պարագայում սենց է ինքը մենակ թողում, TH, սենց ես անում, այս մեկը չի թողում, սենց պիտի անես, այսինքն իրան պիտի դու սաղ ձեռով գրես, ոչինչ, էլի որ ջնջվում, այսինքն հնարավորությունը կա, TH, ասենք հոսքի գրում ես անուն, նոր սենց ես անում, take slash ես դնում, TH-ը փակվում է, եթե տենց է, հա մկնիկի ձևը, ոչինչ, հələ ես ուղղակի դասը պրավալ չտանք, եկեք դասը անենք, հետո այդ մկնիկի թարցը կլուծենք, առանձին այսօր համ բանով կնայես, Google-ով կնայես, դու համ բանը, ինչ է անունը, եթե ընդհանուր համակարգչի մակարդակով է, այնտեղ արդեն համակարգչի սեթինգների մեջից պետք է փոխենք։ Ուրեմն, երեխեք ջան, table-ի այն մեծ ով չի արել, այդ table-ի մեծի հետ կապված ասեմ, հա, այնտեղ ընդհանրապես TD-ների հարցը, հա, TD-ների քանակի հարցը։ Ընդհանրապես TD-ների քանակի հարցը, հիմա նկարը դնեմ մի հատ այդ մասը բացատրեմ, բայց այտենց էլ բան չենք անի, հա, գրենք իրան, ուղղակի ով չի արել, նորից կփորձի անել։ Տեսեք, երբ որ դուք տալիս եք T-head-ը T-body-ին, ճիշտ է, T-head-ի մեջ գրում եք ու արդեն դուք պիտի տաք TD-ների քանակը, որից կախված պետք է լինի մեր ընդհանուր, հա, table-ի սյուների քանակը, հա, TD-ների քանակը։ Երբ որ տվեցի T-head, այս վերևի հատվածի համար պատասխանատու, հետո իրան տվեցի արդեն իրա մեջ գրեցի TD-ները, ես պետք է քանակը հաշվի առնեմ ամենաշատ սյուների հատվածից, այսինքն, ես արդեն վիզուալ աչքով տեսնում եմ, որ ամենաշատ սյուները կա այս հատվածում, հա, մկնիկով տեսեք ցույց եմ տալի, այս հատվածում կա ամենաշատ սյուները, ուրեմն, սյուները սկսում եմ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, այսինքն ես ի սկզբանե պետք է տամ 10, ինչքան էլ որ ուզում այս ամենավերևի հատվածում լինի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 հատ, ես ի սկզբանե պետք է տամ 10 հատ, բայց այս առաջի երկուսից պարզ երևում է, որ ստեղ իրանք միավորված են, այսինքն ես իմ այս վերևի առաջի TD-ին միավորելու եմ երկրորդ TD-ին, ճիշտ է, TD-ների միավորման համար որն էր պատասխանատու երեխեք, TD, որ ատրիբուտն էր, որ միացնում էր երկու սյունը իրար, այո, call span ենք գրում, հա, ուրեմն առաջինի մեջ գրում ենք call span, երկրորդ TD-ին նոր ջնջում ենք այդտեղից, ու արդեն սա լինում է միացած, նույնը արածա երկրորդ տողում, բայց երկրորդ տողը իրա մեջ ներառել է 1, 2, 3, 4 հատ տող, իսկ տողերի միավորման համար ով էր պատասխանատու, որ ատրիբուտը row span-ը, այսինքն այս հաջորդ տողի առաջի ինչի մեջ ենք գրում row span-ը, TD tag-ի մեջ, չէ, գրում ենք row span-ը հավասար է այն տողերի քանակը, այսինքն 1, 2, 3, 4, այն տողերի քանակը, որ ինքը իրա մեջ պետք է ներառի, ու գրում ենք էսի,
Այսինքն եղավ, որ ինքը ներառեց ամբողջականությամբ։ Ու բացի այդ էլ ինքը մի հատ էլ ոչ միայն row span ունի, այլ նաև call span ունի։ Որովհետև ինքը համ իր մեջ, տեսեք այս մասով կիսված պետքա լիներ ինքը, բայց կիսված չի։ Ինքը ամբողջական է։ Համ TD-ները իր, համ սյուները իր մեջ ներառում, համ տողեր։ Հասկանալի է, երեխեք, ով որ չի գրել։ Գևորգը ուր է գնացել։ Արտյոմ ջան, հասկացար ինչա կատարվում, ոնց պիտի անես։ Դե Մայրամին կասես, ինքը քեզ կօգնի այդ հատվածը կանեք, հա, որ ժամանակ այդքան շատ չծախսենք։ Եթե էլի չստացվի, առանձին ես կմիանամ քո հետ, միասին կանենք այդ TD-ն, այդ table-ը։ Ուրեմն, երեխեք ջան, մենք անցած դասին անդրադարձանք ուրեմն մեր ստայլերին, թե մեր թեգերին ինչ ստայլեր կարանք տանք, ինչ բնույթի ստայլեր ու ոնց ընդհանրապես իրան այդ ամեն ինչը կազմակերպենք։ Ուրեմն link-ով միացրեցինք մեր style CSS ֆայլը, ստեղծեցինք style.css ֆայլ, որը պատասխանատու էր լինելու մեր թեգերի, հա, ստայլային աշխատանքները կազմակերպելու համար էր պատասխանատու լինելու։ Այսինքն մեր index.html-ի մեջ գրված թեգերին մենք կարայինք գայինք, արդեն իսկ այս լինկի միջոցով մենք իրանց կապել էինք, ու մենք կարայինք գայինք style.css ֆայլի մեջ անեինք ստայլային աշխատանքներ մեր որ թեգի հետ ցանկանում ենք։ Ու աշխատանքները ոնց էր տարվում, գրում էր թեգի անունը, օրինակ գրված է h1 ու դրվում է ձևավոր փակագծեր, այս ձևավոր փակագծերի ներսում արդեն ծանոթացել ենք color style-ի հետ, որը որ ձևավորում էր 3 ձևով, հա, hex-ով, որը վանդականիշ ու թվերի հաջորդականությունը դա կոչվում է hex, RGB-ով, որը red, green, blue գույների հաջորդականությունն է, որ բոլոր գույները ստեղծվում են այդ գույների միջոցով, հա, RGB, այսինքն red, ներողություն right ասեցի, red, green, blue, այսինքն կարմիր, կանաչ ու կապույտ գույների միջոցով է բոլոր գույները ստանում։ Ունենք background color, որը հիմնականում տալիս ենք, հա, բլոկային էլեմենտներին, որովհետև իրանք վերցնում են, բացի բլոկայինից կարանք span-ին էլ տանք, հա, background color, եթե background color տանք, արդեն իր հետնամասի գույնն է փոխվում։ Background color-ը տանք, չգիտեմ, black, երևի black-ի վրա ավելի արտահայտիչ կերպ է։ Սա իր հետին պատի գույնն է, հա, այդ background, հետնամասի գույնն է, իսկ իր տեքստի գույնի համար պատասխանատու է color-ը։ Ուրեմն մենք անցանք font size, որը պատասխանատու էր տեքստի չափի համար, font family, որը ընդունում էր 3 արժեք, ու այս 3 արժեքը պայմանավորված էր նրանով, թե տարբեր բրաուզերներ ինչ ձևով կարան կարդան մեր կոդը, հա, որ ընտանիքի լեզվա ընտանիքից են իրանք կարում սերվեն ու որից իրանք կարան այդ ինֆորմացիան քաղեն ու ցույց տան արդեն վիզուալ մեր յուզերների համար։ Font weight-ը այդ մեր իմացած bold-ն է, առաջ որ մենք index.html-ում գրում ենք bold, ուրեմն մեր bold-ի փոխարեն ստեղ արդեն ստայլերում պատասխանատու է font weight-ը, որը ընդունում է արժեքներ 600-ից սկսած մինչև 1000 քանից ու ավել, բայց font weight-ը կարա ինչ-որ չափ բանից, հա, տեքստի ֆոնտից կախված, font family-ից կախված, ինչ-որ արժեքներ արդեն չընդունել, ասենք font weight-ը 1200-ը Arial-ի դեպքում, font family Arial-ի դեպքում ինքը կարա ընդհանրապես փոփոխություն չտա ու այդ արժեքը ուղղակի չընդունի անտեսելով։ Ուրեմն color-ներին անդրադարձանք, font weight, չափերը տվեցինք, div-in b2 height տվեցինք, արդեն դա պարզ էր, նույն հաջողությամբ մենք կարանք մեր image tag-ը դնենք index.html ֆայլում, գանք
style-երում նոր արդեն իր width-ի, height-ի ու ամեն ձևի style-ային աշխատանքները անենք, հա։ Ուրեմն մեր div-ի մեջ, եթե մենք գրենք հաջորդը, հա, text line-ը, ինչպես։ Հա, Միլինա ջան, գրեց, style-ը չես միացրել դու, բայց style CSS ֆայլը անցած դասին, որ մենք միացրինք։ Հա, գրի։ Ուրեմն text line բան ունենք, հա, style ունենք, որը մեր տեքստի դիրքավորման համար է պատասխանատու ու տալիս ենք center։ Եթե մենք տանք div-ին, իրա մեջ ունենք span, ճիշտ է։ Ուրեմն այն tag-ին, որին որ տալիս ենք, ժողովուրդ ջան, մեր այս text line-ը, բայց ոչ բոլոր դեպքերում է, էլի բնականաբար աշխատում։ Եթե ես span-ին տամ, ընդհանրապես ոչ մի բան, փոփոխություն իր հետ կապված չի լինելու։ Եթե ես գրեմ text line-ը center, սա span-ի համար ոչ մի բան է։ Ինքը sense թե նենց կենտրոնական հատվածում է։ Ու ինքը զբաղեցնում էր այնքան տարածք, ինչքան որ իր մեջի տեքստներ, դրա համար էլ ինքը չունի տարբերակ գնալու կենտրոն, բայց մեր div-ը ունի մեծ չափեր ու իր span տեքստը, եթե ես ուզենամ իր մեջի գրված տեքստերը, ես կարող եմ տանեմ կենտրոնական հատված։ Նույնը, ժողովուրդ ջան, h1-ն է, քանի որ ինքն էլ է բլոկային, եթե ես իրան է գրեմ text line-ը center, իր տեքստն էլ է գնալու, հա, կենտրոն։ Տեսեք, title-ը եկավ կենտրոնական հատված։ Ուրեմն մեր text line-ը, ժողովուրդ ջան, ունի 3 պարամետր։ Text line center, text line right, որը այս պարագայում, հա, բան է, ինչ է անունը։ Այս պետք է փակենք արդեն։ Եկեք թող h1-ինը մնա, բայց այդտեղ փոփոխություն չենք տեսնի, քանի որ ինքը sense թե նենց, չէ, ներողություն, left-ի հետ կապված փոփոխություն չենք տեսնի, եթե գրենք, որովհետև sense թե նենց ինքը սկսում է ձախ կողմից։ Right-ը մեր տեքստը տանում է ավելի աջ։ Ու text line-ը մենք ունենք, հա, right-ից բացի justify, Պես մեր հարգարժան justify-ն է տանում է սկզբնական դիրքին։ Font weight-ի հետ ծանոթացել ենք, span-ին, հիշում ենք, index.html ֆայլում մենք գրում ենք i tag-ը, i tag-ի մեջ գրված տեքստը մեզ վերադարձնում էր italic ֆորմատի տեքստ, այսինքն գրվում էր շեղատար։ Հիմա դրան փոխարինելու եկել է ու ավելի կիրառելի, եթե մենք ցանկանում ենք, որ մեր տեքստը լինի italic, այսինքն tag գրվածքով, շեղագիր, մենք էլ ոնց որ HTML ֆայլի մեջ չենք անում այդ փոփոխությունը։ Տվյալ tag-ի տեքստին մենք տալիս ենք font style-ը italic։ Արդեն span տեքստը իր վրա վերցրեց italic մեթոդը։ Ասենք ունեինք a tag, ճիշտ է, a tag-ը ինչով էր առանձնանում, մեր a tag-ը, որտեղ գրում ենք, ասենք YouTube, YouTube էր տանում։ A tag-ի ատրիբուտը որն էր, որտեղ եմ գրելու լինքը։ A tag-ի ատրիբուտը որն է, երեխեք, որ տաներ YouTube ինձ, լինքը բերե իրա մեջ դնեի, ապրես, ref ատրիբուտն է, որտեղ որ ինքը տանում է մեզ YouTube, այս պարագայում պետք չի, տենց, այսինքն լավ, եկեք համեկը վերհիշենք, ուրեմն, որ իրական ինքը տանի, ինչ ենք անում, գնում ենք YouTube, մի հատ սխվում ենք, երբ որ բերում էր HTTPS-ով, նոր արդեն սա իր համար համարվում էր իդեալական լինք,
Հիմա սա տանում ենք ու դնում ենք մեր a tag-ի ref ատրիբուտի մեջ։ Հիմա մեր a tag-ի հատուկ բնորոշ հատկություններից որն էր, հա, div-ի մեջ դրեցինք։ Լավ, եկեք div-ից դուրս անենք։ X եմ անում, երեխեք div-ից կողքից դուրս եմ գալի, նոր դնում եմ, ինձ պետք չի այս պարագային, որ լինի div-ի մեջ։ A tag-ի ինչով էր առանձնանում, ժողովուրդ ջան, ինքը գրված էր տեքստ, տակից գիծ էր քաշած։ Եթե ես չեմ ուզում, որ այս գիծը լինի, ինչ եմ անելու։ Ուրեմն style-երի մեջ գրում եմ իմ A tag-ը, դնում ձևավոր փակագծեր, ու իրան տալիս եմ style-եր։ Ուրեմն, ստեղ գոյություն ունի text decoration։ Երբ որ text decoration-ը ես տալիս եմ underline, underline-ը նշանակում է տողատակ, չէ՞։ Ինքը ի սկզբանե տողատակում էլ գծած էր այդ գիծը։ Եթե ես տալիս եմ overline, ինչա լինում, այս տեքստի գիծը քաշում է վերևից։ Տեսեք, եկավ ուղղակի div-ին հպավ, այս div-ի այս բանի մասին։ Ուրեմն վերևից է քաշում։ Text decoration-ը եթե տամ ես none, այդ գիծը չի լինելու։ Այսինքն ես անջատում եմ այդ գիծը։ Ու իմ a tag-ը մաքուր մնում է ինքը իրանով, հա։ Գնացինք YouTube, հետ եկանք։ Ու կա եւս մեկ, հա, արժեք, որ ինքը ընդունում է, այդ արժեքը կոչվում է line truth։ Սա էլ գիծը քաշում է տողի վրա, ոնց որ մեր իմացած այն ջնջելն է։ Տեսեք, YouTube-ի վրա գիծը քաշեց։ Ուրեմն այս գծերի մասով պատասխանատու է text decoration-ը։ Նույնը ես կարամ իմ span-ին տամ, հա, text decoration-ը տամ line truth, այսինքն ասում եմ իմ span տեքստի վրա քաշի գիծ։ Երեխեք, պարզ է, չէ՞ ինչ ենք անում, դժվար բան չենք անում, ընդամենը նոր ծանոթություններ է ու ինչ-որ թազա բաներ անում ենք, բայց ինքը դժվար չի, էլի։ Չէ՞։ Մարդ կա, որ իր համար, չգիտեմ, դժվար է ընդունելը կամ չի հասկանում ընդհանրապես ինչա կատարվում։ Սաղի համար օքեյ է, շատ լավ։ Հիմա, եթե ես ունեմ, ժողովուրդ ջան, նման, հա, ստրուկտուրա եմ գծել իմ index.html ֆայլի մեջ։ Ունեմ p tag, իմ p tag-ի մեջ կա e tag, ու e tag-ից մեջ գրած է italic text, կամ, օքեյ, լավ, italic text, ու ես ուզում եմ italic text-ից հետ գույնը փոխեմ դարձնեմ կարմիր, բայց ես ուզում եմ այդ ամեն ինչը կատարեմ p tag-ի միջնորդությամբ, քանի որ ինքը գտնվում է p tag-ի ներսում ու համարվում է p tag-ը իր համար ծնող էլեմենտ է համարվում։ Ոնց եմ անել։ Լավ, Եվորդ ջան։ Նոր ես միացել, թե միացած է։ Լավ։ Ուրեմն երեխեք ջան, այս p tag-ը e tag-ի համար համարվում է ծնող էլեմենտ, քանի որ ինքը գտնվում է իրան ներսում։ Իսկ style CSS ֆայլում այդ կապը գրվում է հետևյալ ձևով։ Գրում ենք p tag, մեծի նշան, e tag, նոր դնում ենք ձևավոր փակագծերը ու գրում ենք color red։ Կապը գրվում է հետևյալ ձևով։ Գրվում է ծնող էլեմենտը, մեծի նշան ու իր մեջ գտնվող էլեմենտը ու նոր արդեն ձևավոր փակագծերի մեջ գրում ենք այն style-երը, ինչը որ ուզում ենք մենք տանք իրան։
Italic text։ Իսկ սկզբանե իր գույնը պետքա լիներ սև, բայց քանի որ մենք style-երի մեջից փոխեցինք, իր color-ը դարձրինք red, դրա համար էլ մեր մոտ արդեն ինքը երևում է կապույտ է կարմիր գունավորմամբ։ Մյուս տարբերակը, Ջորջ ջան, մենք կարանք գրենք նաև հետևյալ ձևով. P հեռու ենք տանում պրաբելով I ու դնում ենք ձևավոր փակագծեր։ Ու ստեղ գրում ենք font size-ը 50 պիքսել։ Սակ font size-ը մեծացավ։ Այսինքն մենք ծնող էլեմենտից դեպի իր երեխա էլեմենտ կապը տալիս ենք նման ձևով, հա։ P գրում ենք ծնող էլեմենտի անունը մեծի նշան I, այս գրվածքը իմ համար ավելի ընդունելի է, ժողովուրդ ջան, ասեմ ինչի համար, որովհետև հստակ ստրուկտուրա է գծում, որ ասում է իմ մեջ գրված է ին, ինչ որ մի բան հուշում է, հա։ Իսկ այս գրվածքը իրականում թույլ է տալիս ռեդակտորը ու ընդունված կարգա, բայց չգիտեմ, այդքան չեմ օգտագործում ես, բայց օգտագործեք էլի օքեյ է։ P մեծի նշան I, ուրեմն գրվածքը ու P պրաբել I։ Երկուսն է նույն բանն է, երկուսով է կարանք իր մեջ գրված էլեմենտին կպնենք ու այդ փոփոխությունները անենք։ Ուրեմն, ձեզ 10 րոպեանոց առաջադրանք, բոլորի մոտ style CSS ֆայլը կպցրած է, ճիշտ է։ Որ սենց անեմ, չէ, չնայած հետո սենց անեմ կորելու է։ Լավ, Միլենա ջան, հələ այս պահը սպասեք, ես այդ առաջադրանքը տամ դրա վրան աշխատեք, հետո այս պահը արդեն վիդեո դասը որ նայեք կանեք, հա։ Հիմնա վիդեո դասով տեղ երկար ժամանակ սենց մնում է, էլի, կարաք մի պահ պաուզա տաք, անեք ու ստանաք ես ամեն ինչը։ Լավ չէ, տնային առաջադրանք տանք, եկեք սենց մի հատ բան ասեմ։ Ուրեմն, սենց վիզուալ լսում ենք։ Ունենալու ենք մի հատ div, Ջորջ ջան, այդ div-ի մեջ ունենալու ենք մի հատ text, մի հատ div ենք ունենալու, որի background color-ը լինելու է կանաչ։ Այսինքն իր հետնամասի գույնը լինելու է կանաչ, չափերը լինելու է 400-ը 200-ի վրա, լայնությունը 400, բարձրությունը 200, իր մեջ լինելու է մի հատ span text, որտեղ գրված լինի վերնագիր, այդ վերնագիրը լինի div-ի կենտրոնական մասում, կարող եք գրեմ այդ ամեն ինչը, որ հիշեք, թե կհիշեք։ Ուրեմն, ունենք div, որի հետնագույն գնեմ, հա background-ը, որի հետնամասի գույնը պետք է լինի մանուշակագույն։ Երկարությունը հավասար պետք է լինի երկարությունը լավ գծիկ։ Երկարությունը պետք է լինի
400 լայնությունը 800 իրա մեջ պետքա գրված լինի span text որը լինի անունը ինչ ուզում եք դրեք որը լինի div-ի կենտրոնական հատվածում իրա չափը թող լինի 30 պիքսել տեքստի վրա թող լինի գիծ և տեքստի գույնը լինի aqua Պարզա առաջադրանք երեխեք ուրեմն ամենասկզբից index ֆայլում ունենք մի հատ div որի հետնամասի գույնը պետքա լինի մանուշակագույն ամենասկզբից էդ եք անում երեխեք ունենք մի հատ div tag-ը ունենք որի մեջ հələ ոչ մի բան չեք գրում որի հետնամասի գույնը պետքա լինի մանուշակագույն ամենաառաջինը գնացեք ու էդ ստացեք հետագայում նոր քայլ առ քայլ կանեք լավ պարզա առաջադրանքը Իրա չափը 30 պիքսել, տեքստի վրա թող լինի գիծ, տեքստի գույնը լինի aqua ու ինքը լինի aqua ու ասեք իշքան ուշացնեք ենքան շատացնելով ու ինքը լինի շեղագիր այս շեղագիր գրվածքը բանով HTML ֆայլում չտաք, կտաք CSS-ում վրանգից քաշված լինի ու բա որովհետև պետք է դնեք purple ինչ եք տվեք գույնը Էրիկ ինչ կա մոտդ նորմալ,
Միլենա ջան, փոխվեց ձեր մոտ։ Միացրու Միլենա։ Հա։ Կարող է մի դիվինը բլու ես տվել շուտ։ Կարող վերևը ինչ-որ div ունես, որին տվել ես blue color-ը, հել վերև մի քիչ style-երիդ մեջ, հասկանամ։ Դե div ունես, չէ, color-ը տվել ես blue։ Հələ այդ div-ըդ մաքրի։ Չէ, aqua ես տվել, ինչ-որ խառնվել ա գույները։ Մաքրի են վերևի div-ը։ Վերևի div-ը մաքրի։ Style-երիդ մեջ մի հատ պետք է այդ tag-ի անունով լինի, եթե ուրիշ tag-ի անունով էլ եղավ ու նույն style-ը տվեցիր, իրար խանգարելու է։ Էսա մենք անցնելու ենք այդ ամեն ինչը, ոնց անենք, որ տարբեր div-երի ունենանք div-եր, բայց այդ տարբեր div-երին է տարբեր բաներ տանք, հա։ Aqua ես տվել, որովհետև այն վերևի div-ինը մաքրի ընդհանրապես CSS style-ի մեջից, նշի այդ div-ը իրա ձևավոր փակագծերով ու ջնջի։ Սաղ իրա style-երով ջնջի։ Այդ H1-ից ներքև ինչ որ գրված ա, այդ style-երը լրիվ մաքրի, հետի հետո կանես։ Այս նոր ստեղծված div-ի նոր style-եր տուր։ Չէ, այդ span-ն ու H1-ը չեն խանգարելու, բայց H1-ի այն ձևավոր փակագիծը չի փակվել, դրա համար կարմրել ա։ Մի հատ փակի, ձևավոր փակագծը, փակի։ Всё։ Հիմա գնա տես եղավ։ Div-ն էլ առանձին ես, չէ՞ գրել։ Ուր ա div-դ։ Div-դ չպետք է լինի, որովհետև իրան չափեր ես տալու, նոր ինքը գա։ Իրան լայնություն ու երկարություն տաս, որ տեսնես, հա։ Color-ը տվել ես, դու նախ div-ին color չես տալի, տալիս ես background color։ Div-ի color-ը չի ընդունելու, որովհետև ինքը text չունի իրա մեջ, ինքը դատարկ հատված ա div-ը։ Color չի, հետնամասի գույնն եմ ասել, իսկ դա background color-ն ա, ճիշտ ա։ Այ որ հետո չափեր էլ տաս իրան, արդեն կտեսնես քո div-ը։ Ամենասկզբից կարող ա չտեսնես։ Ում մոտ ա ստացվել, երեխեք ջան։ Երեխեք, եթե գունային գաման հանգարց խանգարի ինչ-որ մի հատ բան չերևալու մեջ, այդ ամեն ինչը կարաք հանգիստ իմպրովիզացիա անեք, հա, գույնայինը այդքան էական չի իմ համար, ավելի շատ հասկանամ այդ style-երի հետ կապված այդ աշխատանքները ոնց եք տանում, թե չէ կլինի ինքը purple, թե կլինի blue, կամ գույնը կլինի aqua, թե կլինի չգիտեմ ինչ, դա այդքան էլ կարևոր չի։ Այդ ամեն ինչ իմպրովիզացիան արդեն գրելուց պետքա անեք։ Վրեժ։ Վրեժ։ Ինչ կասես, չես վերջացրել։ Ման է բադու։ Դա
Տեքստի վրա թող լինի գիծ, այսինքն տեքստի վրա գիծ քաշված լինի, հենց մեջտեղի հատվածից։ Եվ տեքստի գույնը լինի ակպա կամ ինչ ուզում ես դիր, Էրիկ ջան, ու լինի շեղագիր։ Միլենա, Գևորգ, ինչ արեցիք։ Ստացվում է։ Արտյոմ, քո մոտ։ Լավ։ Երեխեք, մնաց 3 րոպե ժամանակ։ Չէ, ցույց տուր ուղղակի, Էրիկ ջան։ Մի րոպե։ Ցույց տուր ինստանը։ Արդեն բրաուզերում, հա, ինչը որ արդեն ստացել ես դա։ Հələ։ Նենց պայի տենամ, էլի այդ բանը։ Չէ, հակառակ շրջի։ Նա այդ բանը, բայց div-ին չափեր տվել ես։ Div-ին, width ու height տվել ես։ Ուր էր։ Տեսա։ Պիքսելներով ես տվել է։ Դա չես տվել, դրա համար է չի ընդունում, դա պիտի քառակուսի լինի։ Ոտ մի շեղանկյուն ես ստանալու։ Կներես շեղանկյուն ասում, ուղղանկյուն։ Մնաց 1 րոպե։ Չի, բայց ինչ ես տվել, որ չի գրում։ Ապրես, ես գիտեի։ Մանե ջան, միացնես միատնային։ Div-ի մեջ ես, չէ, սպանը գրել։ Span text, հետո div-ին ինչ ես տվել։ Չէ, մի հատ կասես թայլերի մեջ ինչ ես տվել, Մանե ջան, բանին div-ին։ Չէ, ման։ Div-ին ես տալիս, ծնող էլեմենտին ես տալիս, հա, text line-ը center։ Div-ին ես տալիս, որ իր մեջի գրված տեքստը գրա կենտրոնական հատված։ Իսկ սպանը, քանի որ ինքը line block-ա, ինքը տողային է, ինքը այնքան չափ ընդունում, ոնց որ իր մեջի գրված տեքստն է, չէ, իր համար էլ center չկա, ինքը ուզի չուզի, ոնց որ կենտրոնական հատվածում է։
Դրա համար մենք բան ենք անում իրան, տալիս ենք ծնող էլեմենտին, իսկ span-ի համար ծնող էլեմենտը մեր div-ն է։ Ստացվեց։ Всё, երեխեք ջան, դե հիմա իմ հետ արդեն կգրենք, որ արդեն առաջ գնանք, հա։ Ուրեմն պահանջը ինչ էր, index.html ֆայլում, ով արել է մալադեց, ով չի արել էլի մալադեց, ոչինչ, որովհետև էսի ոնց որ բան էր, հա, սենց իմպրովիզացիա էր ավելի շատ, իմ նոր եք դասը անցնում, նորմալ է, որ եւ չստացվեր, չենք ընկճվում, այս ամեն ինչը մաքրում ենք 0-ականից գալիս ենք մի հատ հասկանանք։ Նախ, երբ որ առաջադրանքը կարդում ենք, հասկանում ենք ինչա ընդհանրապես առաջադրանքը իրանից ներկայացնում։ Ասում է ունենք div, որի հետնամասի գույնը պետք է լինի մանուշակագույն, բայց ես գիտեմ, որ div-ին, եթե ես չափեր չեմ տվել, հələ այդ div-ի բանը չեմ կարող հա տենամ, ինքը նոր այդ border-ային հատվածն է մենակ երևալու։ Դրա համար ասում եմ div-ին, բայց չափ էի տալիս, նոր ինքը երևում էր։ Արի ես երկարություն ու լայնություն հատվածին էլ ուշադրություն դարձնեմ, խնդրի։ Նոր կգնամ առաջ։ Ուրեմն գալիս եմ իմ index.html ֆայլում, գրում եմ մի հատ div, գրում եմ մի հատ div, ու այս div-ին գնում եմ style CSS-ում, ոնց եմ style տալի, գրում եմ div, ձևավոր փակագծեր, գրում եմ background color-ը, ուզել եմ որ լինի purple, իրան width-ը, ինչքան էր չեմ հիշում, երկարություն, լայն 800, 800 պիքսելն է, 800 պիքսել, անպայման չափման միավորը գրում ենք style-երում, height-ը, height-ը 400 պիքսել, հետո, հիմա գնում եմ տեսնեմ, իմ div-ը հայտնվել է, թե չի հայտնվել, շատ մեծ է չափերով, ձերն էլ է սենց մեծ ժողովուրդ, 800 պիքսել, լավ եկեք սենց անենք, հա, մի 400-ը 200-ի վրա անենք, օքեյ, դա, всё, ունենք մի հատ սենց div երեխեք ջան, որտեղ ես իր այդ հետնամասի գույնը ստացա, width-ը height-ը ստացա, հիմա ինչ եմ անում, հա, իրա մեջ պետք է գրված լինի span text, որը լինի div-ի կենտրոնական հատվածում, ասել էի տեքստի ան, ինչ ուզում եք դրեք, ուրեմն գալիս եմ, div-ի մեջ գրում եմ span text, այսինքն ինքը պետք է լինի span tag-ի մեջ, ու գրված լինի, չգիտեմ, span text, կամ, չգիտեմ, ինչ-որ վերնագիր, այս իմ span text-ին նշում է, որը լինի div-ի կենտրոնական հատվածում, այսինքն span text-ը կա ու ինքը ի սկզբանե լինում է ձախ հատվածում div-ի, իրան որպեսզի բերեմ կենտրոնական հատված, պիտի գնամ style CSS-ի մեջ, div-ին տամ, text line-ը center, որպեսզի գա կենտրոնական հատված, հետո, ինքը եկավ կենտրոնական հատված, ճիշտ է, կենտրոնական իրա չափը թող լինի 30 պիքսել, տեքստի վրա թող լինի գիծ ու տեքստի գույնը լինի ակվա ու շեղագիր, այսինքն այս ամեն ինչը արդեն վերաբերվում է իմ span-ին, ճիշտ է ինքը div-ի մեջ է, բայց ես հո չեմ կարա բան անեմ, span-ին ասեմ բան արա, հա, div-ին տամ style-էր, լինի span-ին, պետք է ես կպնեմ իմ span-ին, ու քանի որ այդ խորացումները արդեն անցել են, գրում ենք div-ի մեջի span-ին, սենց եք գրեք գրվածքը երեխեք, հա, ոք, շատ լավ է, ուրեմն գրում եմ, արդեն ես կապերը պիտի պարտադիր տամ, որովհետև ես դրսում էլի span կարամ ունենամ, ու այդ span-ը ինձ խանգարի, բայց խնդրի բնույթից ելնելով, հիմա div-ի մեջի span-ին տալիս եմ, ուրեմն, font size-ը, չափը, 30 պիքսել, իրան տալիս եմ font style-ը, italic, ու, ինչ էր, հա, color-ը, տալիս եմ aqua,
ու մեկ էլ գիծ պետքա, չէ լիներ իրա վրա։ Text decoration-ը տալիս եմ line through։ Չկա այստեղ գրած։ Չեք ասում է։ Text decoration-ը էսա line through։ Այսա։ Բերելա, գրելա, կենտրոնական հատվածում գույնը ակվայում ստաց է, գիծը քաշել եմ, ինքն է շեղագիրա։ Էս էր ընդամենը սաղ պահանջերը։ Պարզա։ Միլենա, Գևորգ, գրեցիք դուք։ Որ մասում եք, style-երի մասում եք, թե index HTML-ի։ Վրեժ ջան, դու վերջացրել ես։ Շատ լավ, դե որ պարզա ավելի լավ։ Արտյոմ ջան, քո մոտ ստացվեց։ Թե գրի, դու էլ ես մասը գրի, մի հատ ունեցի, տես, որ ստացվում է ու առաջ անցնենք։ Երեխեք, եսա անցնելու ենք լրիվ նոր թեմա և ոնց անենք, որ ասենք, եթե index.html ֆայլի մեջ մի քանի անունով թեգ ա կրկնվում, այդ առանցին թեգերին ոնց կարանք տարբեր ստայլեր տանք, ասենք ունենք երկու հատ div index.html ֆայլում ու ոնց անենք, որ այդ div-երին առանձին ստայլեր տանք։ Բարձրություն, width-ը լայնությունն է, height-ը բարձրությունն է։ Արտյոմ ջան, ստացվեց։ Արտյոմ։
Լավ Արցում ջան, դե Մանայի հետ դուք այդ Մարիամի հետ այդ ամեն ինչը կանեք, գցեք տեղը, հա, այդ ամեն ինչը։ Ուրեմն երեխեք ջան, նոր գաղափարի հետ ենք ծանոթանալու, ու ոնց ասեցի, եկեք հասկանանք մի հատ այդ գաղափարը ինչի համար է առաջ եկել ու ընդհանրապես ինչ կիրառություն ունի ինքը, ինչի համար է կիրառվում։ Ուրեմն, եթե իմ index.html ֆայլի մեջ ես ունեմ երկու միանման ֆայլեր, հա, ունեմ p ֆայլ, որի մեջ գրած է պարագրաֆ, հաջորդ p-իս մեջ գրած է պարագրաֆ 1, բայց ես ուզում եմ, որ այս պարագրաֆին տամ կարմիր գույն, այս պարագրաֆ 1-ին տամ կապույտ գույն, ինչ կարամ անեմ այդ պարագայում, չգիտեմ, ու կարա սենց լիքը p-երի շարան լինի, ու իրանք լինեն մի մակարդակի վրա, հա, կոդը գրված լինի, ու իրանք լինեն ոչ թե մի հատ խորացման մեջ կամ 2-3 խորացման մեջ, այդ խորացումները սենց է, հա, ժողովուրդ ջան, այսինքն ինքը կարող լիներ, չգիտեմ, b tag-ի մեջ, հա, ինչ, հա, մաքրեք հետո էդի արդեն դասը, որ նայում եք Միլենա ջան, այդ ժամանակ նորից այդ ամեն ինչը փորձում եք անեք նորից այդ ամեն ինչը։ Հիմա արդեն այս նոր գաղափարի հետ ենք ծանոթանալու, դրա համար լրիվ պետքա զրոյական վիճակ լինի, մեր index.html-ն է, style CSS-ն է։ Ուրեմն, եթե ինքը մի մակարդակի վրա է, այսինքն մի քանի խորը 3 մակարդակի վրա չի կամ ավելի խորը մակարդակներ, ու այդ մակարդակները ոնց է կազմակերպվում, եթե b-ի մեջ չի գրված p, հա, հետո p-ի մեջ է գրված լինի i, ճիշտ է, այս i-ն արդեն գտնվում է 1-2 խորացման մեջ, հա, այստեղ գրում եմ i իտալիկ, եթե սենց չի, բայց ասենք հոսքի գրված է 2 հատ i, նույնն էլ իտալիկի համար, հա, իտալիկ տեքստ 1, տեսեք համ in ստեղ կա, որի խորացումը, հա, 1, 2, երրորդ խորացման մեջ է ինքը, հա, ճիշտ երկրորդ, p-ի մեջ է in, դրա համար երկրորդ, ուրեմն, մեր իտալիկ տեքստը, բացի այս խորացված մակարդակումը, այլ նաև կան իտալիկներ, որոնք իրար նույն մակարդակի վրա են, ստեղ կարանք, չէ, գրենք B, մեծի նշան P, մեծի նշան I, ու նոր այդ I-ին տայինք style-էր, բայց, եթե իրանք գտնվում են միևնույն մակարդակի վրա, ու մենք ուզում ենք տարբեր գործողություններ անենք այդ թեգերի հետ, ուրեմն, ստեղ մեզ օգնություն է գալիս class գաղափարը, Class գաղափարը ստեղծվել է նրա համար, որպեսզի մենք կարողանանք այս խնդիրը լուծենք ու ինքը հետագայում շատ մեծ կիրառություն ունի։ Շատ մեծ կիրառություն ունի, երեխեք ջան, այս class գաղափարը ու սրանից հետո մենք թեգերի միջոցով չենք այդ ամեն ինչը կարգավորելու, ստայլերի հետ աշխատանքները, այլ պարտադիր ունենալու ենք կլասներ, հաջորդ դասին կամ չգիտեմ այս դասին եթե ժամանակ լինի, արդեն կանադառնանք ID գաղափարի հետ։ Ուրեմն ոնց է կազմակերպվում։ Մենք առանձին տալիս ենք index.html ֆայլի մեջ։ Ուրեմն երկու գրելաձև կա։ Ծանոթանում ենք առաջինը այս մի գրելաձևի հետ, հետո կծանոթանանք երկրորդ գրելաձևի հետ։ Ուրեմն գրում ենք թեգի ներսում, գրում ենք class, տալիս ենք class, class-ի անունը գրում ենք առաջին, հաջորդ p թեգին տալիս ենք class, որի անունը պետք է լինի երկրորդ, տալիս ենք առաջին ու երկրորդ, հիմա ոնց անենք, որ այս թեգերին style CSS-ում առանձին ստայլեր տանք, գալիս ենք, եթե իրան տրված է class, գրում ենք get, class-ի անունը առաջին, ու տալիս ենք color-ը red, գալիս եմ հաջորդ class,
երկրորդ ու գրում եմ իրա color-ն էլ պետք է լինի blue ինչ ունեցանք ունեցանք երկու պարագրաֆ տեքստ որ առաջինին տեքստի գույնը կտանք կարմիր երկրորդինը կապույտ Մինչև այս մենք ինչ-որ անցել էինք, այս ամեն ինչը չենք կարող կազմակերպենք, էլ եմ կրկնում, միևնույն մակարդակի էլեմենտների համար։ Հիմա որ գնանք index.html ֆայլում reload անենք, կստանանք երկու պարագրաֆ, որ մեկի գունավորումը կարմիր է, մեկինը կապույտ է։ Ուրեմն սրանք տարբերակելու համար մեզ օգնության է գալիս կլասերը, կլաս, հա։ Իսկ եթե մենք ունենք նույն մակարդակի մի քանի թեգեր, որոնք վերցնելու են նույն հատկությունները, Ժորժան, մենք հանգիստ կարանք այդ կլասը բոլորի վրա էլ նստացնենք, հա, այդ կլասը բոլորին էլ տանք։ Երկրորդ գրելա ձևը, Ժողովուրդ ջան, կլասը ստեղծել style CSS ֆայլում, հետո բերել ինտեգրել index.html ֆայլի մեջ։ Ոնց ենք դա անում։ Ուզում ենք ստեղծել get style կլասը։ Ինչա ինքը իր մեջ պարունակելու։ Հիմա մեր սաղ անցածները հիշելու ենք ու անենք։ Color-ը արել ենք font size-ը, ճիշտ է։ Font size-ը տալիս ենք 16, եկեք մեծ տանք, 25 պիքսել։ Ինչ կա, ելով կարա ասի երեխեք։ Ինչ ստայլեր ունենք, ինչ ստայլերի հետ ծանոթացանք։ Font size, էլ ինչ։ Font weight, ճիշտ է։ Տանք մի 700, 800 տանք, հա։ Ինքը պիքսելային արժեք չի վերցնում։ Միակներից, այտենց եզակիներից, հա, որ ինքը առանց պիքսելի է վերցնում այս արժեքը ու գրվում է հստակ 800, հա, արժեքը գրվում է ու վերջ, թիվն է գրվում ու վերջ։ Font weight-ը պատասխանատու է իր հաստության ավելի ընդգծված լինելու համար։ Կարամ font family-ն գրեմ իրա։ Font family-ն կգրեմ։ Եկեք այս մեկը դնենք այս անգամ էլ։ Font size, font weight, font family։ P-ի դեպքում է պետք է աշխատի։ Text align-ը center։ Text decoration-ը կդնենք line through, որ լավ աշխատի։ Էլ ինչ ենք անցել։ Ճիշտ է։ Font style-ը կտանք italic։ Դե վիթե հեյթը ստեղ կիրառելի չի, նորմալ է այսքանը։ Ուրեմն մենք style.css ֆայլում, երեխեք ջան, ստեղծեցինք մի հատ style անունով կլաս։ Ու այս կլասը մենք արդեն կարանք index.html ֆայլում, որ թեգի վրա ուզում ենք կիրառենք։ Օրինակ ունենք p կլասը, առաջին կլաս, p թեգը ունենք, իր կլասը առաջին է գրված, ճիշտ է։ Եթե ես ուզում եմ իմ style.css-ի style կլասը օգտագործեմ index.html ֆայլի մեջ, իր անունը copy եմ անում, ճիշտը copy-ն է, ժողովուրդ ջան, որ տանեք ու հանգարտ սխալմունքներից խուսափելու համար։ Նշում եք իրան առանց կետի ու copy եք անում։ Index.html ֆայլում, թեգի ներսում, կլասի գրված հատվածում, բայց չակերտների մեջ, հեռու ենք տանում պրավելով ու գրում ենք երկրորդ կլասի անունը, որը իր վրա պետքա աշխատի։ Հիմա գնանք ու հասկանանք։ Սաղ այդ ստայլերը ընդունել է, ճիշտ է։ Բերել է կենտրոնական հատված, font weight-ը աշխատել է, ավելի է մքացել, գիծը քաշել է ու իր այդ font family-ն վերցրել է իր վրա ու ամեն ինչ արել է։ Կարանք իրան դաժե ստեղ background color տանք, որովհետև ինքը բլոկային է։
Պարզեր ես ամեն ինչը։ Եթե ես ուզեմ իմ երկրորդ պարագրաֆն էլ ունենա այս հատկությունները, ես ուղղակի գալիս եմ նորից այս style կլասի անունը copy եմ անում, տանում եմ իմ index.html ֆայլի մեջ, կլասեր բաժնում, արդեն ինքը ունի մեկ հատ կլաս ի սկզբանե, որին մենք իրան տվել ենք index.html ֆայլից։ Վերցնում ենք ու այս style կլասը նորից տալիս ենք իրան։ Ու նույն հատկությունները ինքն է իր վրա վերցնում։ Ինչ եղավ, չստացվեց։ Դա կապույտով թե բանով։ Ինչ եք արել որ։ Հələ մի հատ միացրեք նայեմ։ Հա, պարագրաֆ 1։ Բայց դուք style CSS-ում տվել եք style-ը։ Style կլասը ստեղծել եք։ Դա բերել եք index.html-ում ներդրել եք։ Այդ style կլասը index.html-ում տվել եք p tag-ին։ Կլասի անունը նշեք, copy արեք ու տարեք դրեք p tag-ի կլասի մեջ։ Ասենք կլասը գրված է առաջի, չէ՞։ Նշում ես իր կողքը, բայց չակերտների մեջ, չակերտներից դուրս չէ, չակերտների մեջ պետք է լինի։ Պրաբել ես անում, հեռավորություն ես տալի ու գրում ես հաջորդ կլասի, որի հատկությունները պետք է որ վերցնի այդ թեգը, հաջորդ կլասի անունը։ Գրեցիք։ Միլենա ջան, այդ style CSS-ում գրվածը լսվում է հիմա։ Այդ style CSS-ում գրվածը, այս որ գրել ենք, style CSS-ում այս style-ը որ հայտարարել ենք։ Այս style-ը որ հայտարարել ենք, էսի կլասը, որը հայտարարվել է style CSS ֆայլում։ Տանում ենք, գրում ենք p tag-ի, այս կլասը որ գրված է, հավասար է առաջի, սրա մեջ պրաբել ենք դնում ու կողքը գրում ենք style, որ այդ կլասը գա նստի ես մեր p tag-ի վրա, իր հատկությունները ոնց որ տա p tag-ին։ Գրեցիք։ Եղավ։ Ուրեմն երեխեք ջան, մի քանի գրելաձև էլ կա։ Այս լավ, այս երկուսը թող մնա։ Եկեք գրենք, հա, ինչ-որ h2 թեք։ H2-ի մեջ կգրենք title։ Հետո կգրենք b tag, կգրենք bold text, հաջորդ տողում կգրենք e tag, կգրենք italic ու կգրենք span, span text։ Ու բայց ստեղ եկեք էլի գրենք, հա, մի հատ էլ h2-ի մեջ bi, h2-ից հետո bi span, եկեք կգրենք մի հատ էլ e, ստեղ
իտալիկ 2 կգրեմ B bold text 2 լավ դե ինչ արես սպաններ արա եկեք մի հատ է սպան գրենք Այս կառուցվածքը ունեցեք երեխեք ջան մի հատ ձեր մոտ եթե ունեք ավելի լավ Ուրեմն ոնց կարանք անենք տեսեք h2-ը ամենասկզբում է ճիշտ է գրած հələ այս մասը հաշվի չենք առնում հաշվի ենք առնում որ h2-ն է մեր մոտ ամենասկիզբը h2-ը ամենավերևում է գրված երեխեք ջան ու իր ներքևում մենք գրել ենք ինչ-որ թեգերի շարք B, I, span, նորից I, նորից span ու տենց թեգերի շարք ենք գրել Ոնց անենք, որ h2-ի միջոցով նորից այդ իրան հաջորդող էլեմենտների ստայլեր տանք։ Գոյություն ունի երկու տարբերակ։ Եթե ես գամ իմ style CSS-ի մեջ գրեմ h2 իմ են գլխավոր, ամենավերևի հատվածում գտնվող թեգի անունը։ Հետո գրում եմ ալիք, ալիքը ո՞ւմ է։ Ինչի։ Escape-ի տակը։ Չէ։ Չեմ կարողանալու գտնեմ։ Հա։ Քանի որ իմ կլավիատուրան էլ է մի քիչ։ Ահա։ Չէ, փախեցի։ Չեմ գտնում երեխեք ջան, այս ոնց ասեմ եք։ Լքային։ Սա ճիշտ էիր ասում, վրեջ, պաստորին ես ուրիշ տեղ էի սխմում։ Ուրեմն այս h2-ի մեջի, h2-ի ներքևի, ասում եմ B, B ունեի, ճիշտ է։ Հասկանանք սրա ու մի հատ է պլյուս կա, իրա տարբերությունը որն է։ H2-ի B-ն, ասում եմ իրա color-ը տուր red։ Ինչա տեղի ունենում ժողով։ Այս մեր title-ն է, ճիշտ է, որը h2-ի մեջի գրված title-ն է։ Իրա տակը, եկեք ավելի ճիշտ, որ այս մեր բանի, ինդեքսի հետ կապված, ինդեքսի մեջի գրվածի պես գրված լինի, իրան տողադարձեր անենք, ու այդ տողադարձը ոնց ենք անելու։ Քանի որ իրանք ոչ մեկը բլոկային չեն, դրա համար իրանց այս մեկին պետք չի։ Ուրեմն ինչ եղավ, երեխեք ջան։ H2-ից ներքև, բայց նույն մակարդակում գտնվող բոլոր B-երին վերաբերվեց իմ տված style-ը։ Բոլորին վերաբերվեց։ Այսինքն այս մեր style CSS-ի մեջ, այս ալիքաձև նշանը խոսում է նրա մասին, որ իրանից ներքև, բայց իրա մակարդակին
բոլոր B-երին տուր այս թայլերը սա։ Հա, օրինակ մենք color-ով ենք ստուգում, բայց ինչ թայլեր ասես կարանք տանք։ Այսինքն այս H1-ից ներքև, եթե ես տեղ գրեմ B, եթե ես տեղ գրեմ այդ B թեգը, ստեղը մի հատ բոլտ կա, ճիշտ է, դրա վրան չի անդրադառնալու դա, որովհետև ես H2-ի հետ եմ կապում, ու այս ալիքը նշանակում է, որ ինձանից ներքև, բայց իմ մակարդակի բոլոր B-երին տուր կարմիր գունավորում։ Ինչ տարբերություն կա սրա ու պլյուս նշանի միջև, եթե ես տեղ գրեմ պլյուսով։ Այս պլյուս նշանը ի տարբերություն ալիքի, ասում է հաջորդ ինձանից հետո հանդիպող առաջինը, որը որ հանդիպում է, հա, H2-ից հետո իր հաջորդ էլեմենտին է անում։ Իսկ ինքը կաշխատի արդյոք սպանի հետ, քանի որ տեսեք, ստեղ գրված է H2BI նոր սպան։ Եթե մենք style CSS-ի մեջ գրենք ոչ թե B թեգը, այլ span թեգը, բայց պլյուսով, որը որ իր հաջորդ էլեմենտին է անելու, չի աշխատի, քանի որ պլյուս նշանը ուղիղ իր ներքևի հարևանին է կպնում, իսկ ալիքը իրանից հետո, ինչքան որ տենց թեգ կա, իրան ուղիղ ձևով ոնց որ կպնում է ու ասում է, որ դու ընդունում ես այս թայլերը։ Իսկ եթե ես տեղ դնեմ ալիքը, մեր սպան տեքստերը պետք է ստանան կարմիր գունավորում, քանի որ ալիքը տարածվում է իրանից հետո բոլորի վրա, այդ թեգերի բոլորի վրա։ Իսկ պլյուս նշան երեխեք ջան, միայն իր հաջորդ հարևանի վրա, հենց իր տակի ոնց որ թեգին է վերաբերվում այդ ամեն ինչը։ Պարզ էր այս ամեն ինչը։ Ում պարզ չէր, ով չհասկացավ ինչա կատարվում ու ինչի համար է պլյուս ու ալիք նշանը ինչ խորհուրդով են օգտագործվում style CSS բաժնում, հա, ստայլեր տալու համար։ Դե բնականաբար սա այդքան կիրառելիություն չունի, բայց իմացությունը շատ լավ բան է, էլի, որ դու իմանաս ինչա կատարվում։ Ուրեմն ունենք, դե որ պարզա գնացինք առաջ։ Մի հատ է լավ ստայլային գործիքի հետ հիմա կծանոթանանք, երեխեք ջան, ու այդքանով կավարտենք այսօրվա դասը, շատ չեմ ուզում ինֆորմացիա տամ, բայց ինքը ահագին էլի ժամանակատար է։ Ուրեմն գնացինք։ Ունենք մի հատ ցուցակ, համակարգված ցուցակ։ Որն էր համակարգված ցուցակը, ով կարող է ասել։ Որը հաշվենք չեմ լսել, նորից։ Հա, ճիշտ է, ապրեսորից ջան, OL-ն է։ Ուրեմն մեր OL-ը, մեր համակարգված ցուցակն է։ Իրա մեջ ամեն մի տողը դա լի է, ճիշտ է։ Գրում եմ առաջին։ Որ անընդհատ չկրկնեմ, ստեղ C եմ անում, V-ով անում եմ 2, 4, 6, 7, 8, 8 հատ ինձ լի է պետք, որ լինի, գրում ենք բոլորս, առաջի, երկրորդ, կամ կարանք ըտենց չանենք, լավ, եկեք ըտենց չանենք, էլի գրենք 1, 2, 3, 4, 1, 2, քանի որ մենք թվերի հետ կապված ենք բան ունենալու, հա, 3, 4, հա, եսի 5, 6, 7, 8, լավ չեղավ է, խապեցի, չենք ընկճվում ու գրում ենք առաջին, երկրորդ, երորդ,
4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, սենց կունենանք, առաջի, երկրորդ, երրորդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, ուրեմն, որ նա պահանջը, մեզ պետք է, որ այս մեր համակարգված ցուցակի ամեն երկրորդ, այսինքն զույգ էլեմենտները ստանան գունավորում կանաչ, ով կարա հիշի այդ ամեն ինչը մենք ինչի միջոցով ենք արել, երեխեք, մենք այս ամեն ինչը արել ենք, չէ՞ մի անգամ, ոնց անեմ, որ երկրորդը, 4-րդը, 6-րդը, 8-րդը ու եթե շարունակվեր 10-ը, 12-ը, այսինքն բոլոր զույգերը ունենային այդ գունավորումը, կանաչ գունավորումը ունենային, բայց թայլերից ինչն էր մեզ գալի օգնում, գրում եմ թեգի անունը, ինչ անում, չէ, որ գործիքն էր, որ մեզ գալիս էր օգնության, NT-H child-ը, մեր հարգարժան NT-H child-ը մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք այդ մեր ուզածը անենք, չկան է չկա, կներեք երեխեք ջան, ասա կշարունակենք, հա, գունավորումը տալիս ենք green, ու էլի չէ, բայց D, երեխեք, երբ որ մեզ պետք է զույգ էլեմենտների, հա, համակարգված ցուցակի զույգ էլեմենտները լինեն մեկ ուրիշ գունավորման, բայց կենտ էլեմենտները լինեն լրիվ մեկ այլ ուրիշ գունավորման, մենք այդ ամեն ինչը կազմակերպում ենք մեր style CSS-ի մի հատ շատ հավես գործիքի միջոցով, որը կոչվում է NT-H child, այսինքն child-ը երեխեքն է ու իր li, հա, li-երը, որոնք որ զույգ են, այսինքն այդ զույգը ստեղ համակարգում է 2n-ը, իսկ եթե երեխեք, ես ուզում եմ, որ իմ կենտ էլեմենտները, տեսեք զույգի համար 2n-ն է, կենտերի համար ոնց կլինի, ով կարա ասի, չէ, 1n-ով ոնց կլինի, հաշվարկը ոնց է գնում, սա բազմապատկում է երկուսով,
2n լավ, եկեք փորձենք։ Ինչի համար 2n պլյուս 1, բայց ոչ 2n մինուս 1։ Ասես, Անա ջան, ինչի համար տենց անենք։ Հա։ Լավ, եկեք փորձենք, որ արդեն վիզուալ հասկանանք, որը կլինի, որը չի լինի, ու ինչի համար չի լինի։ Ուրեմն, մեր 2n պլյուս 1-ը եղավ, բայց եթե ես գրեմ 2n մինուս 1, ստեղ ունեմ բակ, խնդիր ունեմ, ինչը չի լինի, ինչը բաց թողում կունենա, առաջի էլեմենտը, չէ, վայ, n-ը իրականում 0 է երեխեք լինում, 0-ից մինուս 1, եթե n-ը 1 է, 1, մի րոպե, 2n մինուս 1 իչելներ, բայց ինչի համար, քաշեց ինձ, ուրեմն 2n-ը լինում է, 2n պլյուս 1-ը լինում է, չէ, իսկ 2n մինուս 1-ը, փաստորեն երկուսն է լինում է, բայց ես հիշում էի, որ 2n մինուս 1-ը չէ լինում, որովհետև n-ի հաշվարկը 0-ից էր տալի իրականում, այս մասի վրով իրականում անվատող կանեմ, բայց իմ հիշելով տենց էր իրականում երեխեք ջան, բայց փաստորեն երկու դեպքում էլ աշխատում է։ Green, brown։ Այս պարզեր երեխեք, ես NT-H Child-ը ընդհանրապես ինչ էր անում։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ քայլերով այս ամեն ինչ անենք, կարամ տամ, որ ամեն երրորդը ունենայի այդ գունավորումը, հա, կանաչ գունավորումը ամեն երրորդին լինի։ Հա։ Տեսեք երեխեք, լավ, տեսեք, ուրեմն ինչ ա լինում։ Արդեն երրորդի դեպքում տեսեք, որ չաշխատեց։ Տեսեք, արդեն խնդիր ա տալիս։ Որովհետև 3n ա, իսկ ես սրա մոտ արդեն 2n մինուս 1 ա brown ա։ Ինչը չի աշխատե վրեժ ջան։ Հա, ոչինչ, քո ֆայլը բացի բեր։ Մի վարքյան։ Հլա։ Արեցի։ Ուրա։ Հա, բայց այդ ուր դուց այդ ֆայլը, եթե դու չես ունեցել։ Հա, փակի, ոչինչ, փակի քո ֆայլով աշխատի մենակ։ Էլի եկել ատեղ ավելացել, հա։ Հա, էդի են առաջվա ֆայլը տա ուրեմն։ Հետո արդեն են դուրսը պապկաների մեջից կջնջես։ Եթե են մյուսն այն index.html-ն է, չէ՞ քո մոտ աշխատում։
Ինչ է բերում։ Իրա մեջ է եղել ուրեմն, պետք չի, ինչ ես անում, այդ ֆայլը թող մնա։ Էդի զարկուսքը բան ես քաշը։ Էդի հեջ, այդ քաշածները հեջ։ Մի հատ արդեն որ վիզուալդ բացես, քո հիմնական պապկեն նշես, կբերի արդեն սաղ նորմալ։ Դու ունես չէ քո index.html ֆայլը, մեկ է style css-ը։ Առանց պապկի, պապկով պետք չի լինի ստայլը։ Վրեժ ջան, մեր մոտ ոնց գծած է ստրուկտուրան, այտենց պահեք։ Այդ հին պապկեքը պետք չի բացեք, այս file, open file folder-ով։ Բացում եք այն պապկեն, որը որ դուք օգտագործելու եք։ Լրիվ redactor-ը կփակես, այս file open folder պապկայով կգաս, քո հիմնական index-ու style css-ով այս ստրուկտուրան ոնց կա գծած, էդի կբացես ու կաշխատացնես։ Ու կլինի։ Ուրեմն ժողովուրդ ջան, այս մեր anti-hash-child-ը հիմնականում օգտագործվում է այդ ոնց որ ինտերվալային այդ գործողությունները անելու համար, 2n-ը դե տեսանք արդեն բոլոր երկրորդ էլեմենտներն է, 2n + 1, փաստորեն 2n - 1-ն էլ իրար հետ պատասխանատու են զույգի ներողություն կենտերի համար։ Փաստորեն աշխատում էր այդ ամեն ինչը։ Շատ ավելի լավ։ Ուրեմն ստայլերի հետ կապված այսքանը, հաջորդ դասին նորից մի նոր գաղափարի հետ ենք ծանոթանալու, որը որ ID-ն է, արդեն կխոսենք ID-ի ու կլասի տարբերության մասին, որտեղ որն է օգտագործվում, ինչի համար, ու արդեն միանգամից կանցնենք first child գաղափարին, div-ին border կտանք, հետնապատի նկար կդնենք ու հաջորդ ստայլերին կանցնենք, հա։ Դրանից հետո էլ արդեն margin padding կանենք այն inline բլոկների մասին։ Ու արդեն այն մյուս դասին անելու ենք շատ հետաքրքիր ու կարևոր ֆունդամենտալ գաղափար, որը կոչվում է flex։ Չեմ հիշում անցածին մենք flex-ի հետ հասցրինք ծանոթանալ, եթե հա ավելի լավ, եթե չէ նորից անցնելու ենք այս ամեն ինչը։ Հաջորդ դասերը գնալով ավելի հետաքրքրանում են, բայց նաև դժվարանում են։ Հենց որ այս խնդիրները ինչերը որ ուղարկում եմ, անպայման արեք երեխեք ջան, ու պարտադիր դասը մի քանի անգամ լսեք, որ ավելի շատ տպավորվի։ Ինչ անենք։ Չլսեցի, Միլենա ջան։ Հաջորդ դասը երկուշաբթի է, իհարկե։ Էսի լրացնում ենք, այն ինչը որ բաց թողեցինք։ Всё։ Մի հատ է փորձեմ։ Всё։ Երկու տարբերակն էլ աշխատում է, օքեյ։ Այսօրվա համար այսքանը երեխեք ջան։ Տնային առաջադրանքները կուղարկեմ անպայման մինչև երկուշաբթի օրը բոլորդ ներկայացնեք։ Տնային առաջադրանքները իրանցից այդքան էլ շատ մեծ բան չեն ներկայացնում, բայց լինելու են հետաքրքիր, կարծում եմ։ Այսօրվա դասի վերաբերյալ հարցեր ունենք, բան կա, որ չենք հասկացել, մի հատ անդրադառնանք նորից։ Всё, դե երեխեք ջան, հականեր, հաջորդ դասերը ավելի հետաքրքիր են լինելու։ Առայժմ։